Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, ազգային ժողովի մեծարգո նախագահ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր է այցելել Հայաստանի քաղաքական վերնախավը, արդեն 5 տարի առանց հոգևոր իշխանության, առանց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների։ Առավոտյան ուժեղացված հսկողություն է եղել հուշահամալիրի շուրջ։ Լրագրողներին եւ սովորական քաղաքացիներին մինչեւ պաշտոնյաների այցը եւ այցի պահին թույլ չեն տվել մոտենալ հուշահամալիրին։ Պետական արարողակարգային միջոցառման ժամանակ է իր ուղերձը ընթերցել Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք։ Հայաստանի վարչապետի խոսքով 4.5 դար պետականություն չունեցած ազգը հազիվ 2 տարի վայելեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որից հետո այն թիրախավորվեց Խորհրդային միության կողմից։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն Երրորդ հանրապետության պատմության հետայած վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Հայաստանի վարչապետը համոզված է, որ 2020 թվականից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները ԽՍՀՄ բանաձևը հաղթահարելու համար։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Փաշինյանը իր ելույթում պատմական Հայաստանի անունից հորինված ուղերձ ընթերցեց։ Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ։ Սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Իբր ինքը, որ իրական Հայաստանի հեղինակն է, ըմբռնել է պատմական Հայաստանի հնարածին ուղերձը ու կառավարության հետ իրագործում է այն։ Իրական Հայաստանում հանրապետության անվտանգության երաշխավոր ոչ թե բանակն է նշում Փաշինյանը, այլ դիվանագիտությունը։ Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը եւ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը եւ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած հնարավորությունները։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, նորից իր հայտնի թեզն է կրկնել Փաշինյանը։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հորետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի ելույթից եւ պետական օրհներգից հետո քայլեր թե եղել, որը Հայաստանի կառավարությունը տոնական է անվանել։
Այնուհետև Հայաստանի նախագահը, վարչապետն ու ազգային ժողովի նախագահը ծաղկեպսակներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։